Անի ձմեռ 2026-ը Մարալիկում կայացավ նաև այս տարի երգով, պարով և սպորտային մրցաշարերով։ Ձմեռային այս գեղեցիկ նախաձեռնությունը հերթական անգամ համախմբեց բնակիչներին, մարզիկներին և պետական պաշտոնյաներին, վերածելով օրը համընդհանուր տոնի։ Միջոցառման շրջանակում համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանին, Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանին, մարզպետի աշխատակազմի պատասխանատուներին, ինչպես Շիրակի, այնպես էլ հարևան մարզի համայնքների ղեկավարներին։ Արման Սարիբեկյանը ողջունեց ներկաներին ու փաստեց նախորդ տարվա ընթացքում մարզական ու կրթամշակութային ոլորտներում համայնքի ձեռքբերումները։ Հարկ է նշել, որ 2025 թվականը Անի համայնքի մարզական կյանքում նկատելի հետ թողեց, այն հագեցած էր նվաճումներով ու հաջողություններով։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ 2024 թվականին ձևավորված Անի համալիր մարզադպրոց այսօր արդեն ունի 9 մարզաձև, շուրջ 460 սանով։ Բարձրաստիճան հյուրերն իրենց ելույթներում կարևորեցին նման նախաձեռնությունների շարունակականությունը, նշելով հատկապես Անի համայնքի սպորտային ներուժն ու զարգացման հեռանկարները։ Մշակութային տոները շատ պետք է լինեն մեր համայնքներում, հենց այս է ցույց տալիս, որ մեր համայնքներում խաղաղություն է, մեր համայնքներում մշակութային տոնը, սպորտային տոներ են եւ մեր երեխաների ուրախությունը հենց այն ամեն ինչն է, ինչի համար մենք աշխատում ենք։ Այսօր Անին իսկապես աննախադեպ օրինակ է մեր բոլոր մարզերի համար, որպեսզի նման օրինակ միջոցառումներ իրենց շարունակական բնույթ ունենա, որոնք բնականաբար իրենց հետևանքը պիտի թողնեն եւ մեծահասակների եւ երիտասարդների եւ մատաղ ավելի փոքր տարիքի երեխաների մոտ, ինչը բնականաբար ողջունելի է։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին եւ իրենց անզուգական կատարումներով ներկայացան անեցի տաղանդավոր երգիչ երգչուհիները, Մարալիկի արվեստի եւ երաժշտական դպրոցների սաները։ Անի ձմեռ 2026-ը վաղուց արդեն վերածվել է այն հարթակի, որը համախմբում է ոչ միայն համայնքի բնակիչներին, այլև հարևան համայնքների մարզիկներին ու ներկայացուցիչներին Անիի հարքի ներքո նշելու ձմեռային այս մեծամասշտաբ միջոցառումը։ Միջոցառումը հիմնականում միտված է նրան, որպեսզի մեր համայնքում ամբողջ գյուղական համայնքներն էլ բոլորը ներառված լինեն եւ ունենանք սպորտային մի մեծ լավ համայնք։ Տոնը միանշանակ մենք անցկացնում ենք մեծ պատրաստվածությամբ եւ ողջավորվածությամբ։ Վստահաբար բոլորը այստեղից կտանեն իրենց այդ հիշարժան պահեր, իսկ հաղթանակները կլինեն հաստատ շատ մեծ եւ շատ կարեւոր։ Այս տարի միջոցառմանը մասնակցում էին շուրջ 800 մարզիկներ Անի համայնքից եւ հարակից բնակավայրերից։ 10 սպորտաձևեր են ներառված, հնարումյական շամարտ, ձյուդո, ֆուտբոլ, բասկամարտ, սեղանի թենիս, գիր, պարանի ցկում, ծանրամարտ, ատլետիկա, վոլեյբոլ։ Նշված սպորտաձևերի կողքին առանձնանում էր ծանրամարտը, քանի որ նման մրցաշար առաջին անգամ էր անցկացվում։ Առաջին անգամ է տեղի ունենում համայնքում այս մակարդակով ծանրամարտի մրցաշար, բոլոր ծանրամարտի դպրոցները գրեթե մասնակցում են մրցաշարին։ Սա ամենամեծ կարևոր սկիզբն ենք դրել, որ երեխաների հոսքը ավելի շատանա այս մարզաձևով եւ ավելի մեծ բարձունքների հասնենք։ Առողջ մրցակցությունը թեև հաղթելու կամ պարտվելու մասին չէր, այնուամենայնիվ հաղթող մարզիկները վերջում պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով ու հուշանվերներով։ Աստղիկ Խաչատրյան, Մարտին Գևորգյան, այսօր։